Ադրբեջանական Սև ոսկին, կապույտ վառելիքն ու մերձալիևյան շրջանակը կարող են հայտնվել ամերիկյան պատժամիջոցների տակ, եթե Բաքուն որոշի խախտել օգոստոսի 8-ի համաձայնությունները։ Խաղաղության ակտ անունը ստացած օրինագիծը շրջանառվում է Կոնգրեսում։ Գլոբալ արմի ու հանրապետական կոնգրեսականներ Դարել Իսանի ու Գազ Բիլիրակիսի համահեղինակությամբ այս օրինագիծը Վաշինգտոնին պարտավորեցնում է պաշտպանել Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը և պատժել Ադրբեջանին ագրեսիվ վարքագիծ դրսևորելու դեպքում։ Եթե Միացյալ Նահանգների նախագահը որոշի, որ Ադրբեջանը թշնամական գործողությունները ձեռնարկել Հայաստանի դեմ, ապա անմիջապես պարտավոր է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ, որոնք անմիջականորեն ներգրավված են Հայաստանի Հանրապետության դեմ թշնամական գործողություններում, ադրբեջանական որևէ ռազմական ստորաբաժանման կամ քաղաքացիական գործակալության նկատմամբ, որը մասնակցել է Հայաստանի դեմ թշնամական գործողություններին, ցանկացած օտարերկրյա անձի նկատմամբ, որը գիտակցաբար աջակցել, մասնակցել կամ որևէ կերպ նպաստել է Հայաստանի Հանրապետության դեմ վերենշված անձանց գործողություններին։ Եթե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա եւ հարձակվի Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, վարկենական Միացյալ Նահանգների նախագահան պատժամիջոցներ է կիրառում Ադրբեջանի դեմ, դա համար առաջինն է։ Երկրորդը նույն ժամանակ, որ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի ինքնիշխան տարածքներ ներկայիս գրավել, դա մտնում է այդ տրամաբանության մեջ, որ եթե սա շարունակվի, բնականաբար այդ իրավիճակը խոչընդոտում է օգոստոսի 8-ի հասկացողություններին եւ կարգավորման գործընթացին։ Նույն ժամանակ սա էլ կլինի մի ուրիշ գործիք, որ Թրամփի վարչակազմը կարողանա օգտագործի, որ ստիպի Ալիևը դիմի ավելի կառուցողական քայլերի։ Ադրբեջանցի պաշտոնյաների ակտիվների սառեցում, վիզաների արգելք և ֆինանսական սահմանափակումներ այն օտարերկրյա բանկերի նկատմամբ, որոնք գործարքներ կկատարեն ադրբեջանական նավթի առևտուրը հեշտացնող ֆինանսական հաստատությունների հետ։ Պատժամիջոցները թվարկում է օրինագծի համահեղինակ Ներսես Կոպալյանը։ Ոչ թե միայն Ալիևի վարչակազմը կվերաբերվի այս սանկցիաներին, պատժամիջոցներին, այլ նույն ժամանակ Միացյալ Նահանգների նախագահան ունի այն հնարավորությունը ըստ այս օրենքով, որ սանկցիաներ կիրառի ամբողջ Ադրբեջանի տնտեսության եւ էներգետիկայի ոլորտի վրա, այսինքն սոքարից սկսած եւ շարունակված իրենց տարբեր էներգիայի եւ նավթի ոլորտները կպատկանան այս օրենքին։ Եթե 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրած համատեղ հռչակագրի իրականացման ընթացքում որոշվի որևէ անձ գիտակցաբար փորձել է ձգձգել, խաթարել կամ կանխել խաղաղության համաձայնագրի հաջող ստորագրումը, ապա Միացյալ Նահանգների նախագահը կարող է այդ անձի նկատմամբ կիրառել պատժամիջոցներից մեկը կամ մի քանիսը։ Նախագահը կարող է հրաժարվել պատժամիջոցների կիրառումից, եթե կոնգրեսին ներկայացված զեկույցով հիմնավորվի, որ այն դեմ է Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Փաստաթուղթը նախագահից պահանջում է պարբերաբար հաշվետվություն ներկայացնել կոնգրեսին թշնամական յուրաքանչյուր գործողության, ինչպես նաև պատժամիջոցների արդյունավետության և կարգավիճակի մասին և կգործի 7 տարի։ Բացառություններ է նախատեսում մարդասիրական օգնության և հիմնական ապրանքների համար։ Համահեղինակները փաստաթղթի վրա աշխատել են շուրջ 10 ամիս, երբ ակնհայտ էր, որ ԱՄՆ նոր վարչակազմը փորձում է Հայաստանին ու Ադրբեջանին հաշտեցնել։ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո հեղինակները թարմացրել են օրինագծի հոդվածները։ Մենք տանում ենք այս խնդիրը ոչ թե միայն քաղաքական տիրույթին, բայց փոխանցում ենք դեպի օրենքի։ Դրա համար ենք ասում, որ սա իվանաբանական մեխանիզմ եւ գործիք է դառնում Միացյալ Նահանգների համար, որ խաղաղությունը, կայունությունը եւ կարգավորման գործընթացը պահպանվի Հարավային Կովկասում։ Ճիշտ պահին ու ճիշտ շեշտադրումներով հայաստանյան փորձագետները դրական են արձագանքում նախաձեռնությանը, մատնանշում դրա կարևորությունը մեր երկրի դիմադրողականության բարձրացման տեսանկյունից։ Կան ԱՄՆ ռազմավարական շահեր այս տարածաշրջանում, որոնք պետք է պաշտպանվեն, ապա այս նոր փաստաթուղթը, որը կքննարկվի, բնականաբար զսպելու է այն նկրտումները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ, եւ սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի նկատմամբ կա այսպես թե այնպես որոշակի անվստահելիության վերաբերմունք եւ բնականաբար սա շատ ավելի կզգաստացնի Ադրբեջանին իր հետագա քայլերը կատարելիս եւ բնականաբար հավելյալ լծակ կդառնա ազդեցության, որպեսզի Ադրբեջանը չխախտի այդ պայմանավորվածությունները։ Հակառակ փորձագիտական գնահատականներին անհանգիստ են Միացյալ Նահանգներում գործող դաշնակցական կառույցները։ Ամերիկայի Հայդատի հանձնախումբը խիստ քննադատության է ենթարկել օրինագիծը, կոչ արել կոնգրեսին զբաղվել իրական խաղաղությամբ։ Այդ երկրում տասնամյակներ շարունակ հայկական լոբինգով զբաղվող դաշնակցական կառույցները փաստաթուղթը համեմատում են թղթե վագրի հետ։
Ամերիկայի հայդատի հանձնախումբը դեմ է արտահայտվում օրինագծի ընդունմանը, այն համարելով սխալ։ Փաստաթուղթը հաստատում է Ադրբեջանի ցեղասպան գործողությունները, Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումը, միևնույն ժամանակ անտեսում փախստականների, հայ գերիների, քրիստոնեական սրբավայրերի եւ Ադրբեջանի իրականացրած ռազմական օկուպացիայի վերաբերյալ արդար պահանջները։ Հայդատի գրասենյակը Միացյալ Նահանգները, որը դաշնակցության միջուկն է, իրենք զբաղվում են ինտելեկտուալ անազնվությունով, որովհետև մեկը մյուսի հետ կապ չունի։ Այսինքն իրենք կարող են նախաձեռնություն մեկնեն եւ կոնգրեսը փորձեն անցկացնեն այն կետերը, այն խնդիրները, որ դուք նոր նշեցիք։ Այսինքն հարց է առաջանում Ադրբեջանին զսպելով, Ադրբեջանի վրա պատժամիջոցներ կիրառելով, Հայաստանի զսպողության կարողությունը զարգացնելով, դա ոնց է հակասում այն մյուս խնդիրները, որը շատ կարևոր են եւ նշվում են։ Այս փաստաթուղթը բացառապես վերաբերում է միջազգայինորեն ճանաչված սուբյեկտներին՝ Հայաստան, Ադրբեջան, Միացյալ Նահանգներ, այս կոնտեքստի մեջ է, եւ այստեղ հնարավոր չէր տեղավորել այդպիսի հարցեր, որոնք վիճարկելի են եւ բնականաբար այս հարցերը շատ ավելի կխճճեին այս բանաձևի հետագա հաջողության հավանականությունը եւ ընթացքը։ Այդ հարցերը, որոնք վերաբերում են գերիներին եւ մնացյալ քրիստոնեական ժառանգության եւ այլն, կարելի այլ հարթակներով բարձրացնել կամ առանձին բանաձևի տեսքով, ինչը իրենք եթե ցանկանան կարող են անել, որպես առանձին բանաձև օգտագործել իրենց լոբինգը նաև առաջ տանելու այս հարցերը։ Մասնագիտական խանդ կամ քաղաքական հաշվարկներ քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը շարունակում է դաշնակցական կառույցները նահանգներում այլ խնդիր են լուծում, նրանց գերնպատակը Հայաստանի իշխանություններին թիրախավորելն է։ Պայմանական եմ ձևակերպում մասնագիտական խանդը, ինչու մենք չենք մեկ այլ կառույց կամ խումբ մասնագետների եւ սա շատ արագ է առարկայանում եւ կոնգրեսականները համաձայնել են որպեսզի քննարկեն եւ երկրորդ պատճառը մենք շատ լավ հիշում ենք որ պատերազմից հետո այս կառույցների վերաբերմունքը Հայաստանում իշխանությունների նկատմամբ բացասական, այսպես ասենք, նրբերանգներ ստացավ եւ սա Հայաստանում ներքին քաղաքական պրոցեսների վրա ազդեցության տեսանկյունից շահավետ չէ այդ կառույցների համար, որոնք նաև քաղաքական նպատակներ են հետապնդում։ Անկայի քննադատությանը, թե ԱՄՆ նախագահը առանց այս փաստաթղթի էլ ունեցել է լիազորություններ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու, Ներսես Կոպալյանը հակադարձում է, գործող մեխանիզմները արդյունավետ չեն եղել տասնամյակներ շարունակ։ Երբ որ ենք նշում են Մագնիտսկի ակտը կա, 907 կետը կա, բայց ինչու վերջի 10-20 տարի իրենք չեն օգտագործել այդ կետերը, որ Ադրբեջանի զսպեն։ Հարց է առաջանում։ Ինչու 2002 թվից մինչև 2022 թիվը ամեն տարի 907-րդ կետը բոլոր նախագահների Միացյալ Նահանգների չեն կիրառել եւ ասել են, որ այս պահին մեր հարաբերությունը Ադրբեջանի հետ ավելի կարևոր է, քան 907 կետը։ Այսինքն հասկանում ենք, որ այն գործիքները, որ իրենք նշում են, չեն աշխատել, երբեք չեն աշխատել։ Նևադայի համալսարանի հայազգի պրոֆեսորը մատնանշում է, խաղաղության ակտ օրինագծի աշխատանքներում ներգրաված է նաև 907 բանաձևի հեղինակներից մեկը։ Բոլոր տարբեր կոնգրեսի անդամներ, որ երկար ժամանակ զբաղվել են Հայաստանի եւ Միացյալ Նահանգների խնդիրներով, բոլորի համար անհասկանալի էր, ոնց է կարող հայ-ամերիկական լոբինգ կազմակերպությունը դեմ լինի այս ծրագրին։ Եվ բնականաբար իրենք ամեն ինչ արեցին, բայց չաշխատեց։ Եվ Դերել Այսան եւ Բիլարկիսը իրենք մտցրեցին այս առաջարկումը կոնգրես եւ գործընթացը շարունակվում է։ Զուգահեռ փաստաթղթի դեմ աշխատել է նաեւ ադրբեջանական 4 լոբիստական կազմակերպություն, որոնք ըստ Ներսես Կոպալյանի չեն հաջողել։ Այդ առումով Ադրբեջանի լոբինգ կազմակերպությունները Վաշինգտոն DC-ում կարող ենք ասել, որ իրենք լուր են մնացել ներկայիս։ Եվ իրենց համար շատ հետաքրքիր էր, որովհետև իրենք շանս չունեցան, որ այս պատժամիջոցների ծրագրին դեմ հելնեն, որովհետև անկան եւ դաշնակները այնքան արագ եւ իրենց տեսանկյունից ագրեսիվ ձևի մոտիկացան, որ ադրբեջանցիք ասացին, որ թողեք հայեր իրար մեջ կռվեն, մինչեւ հասկանանք ինչ է լինում։ Լուրը նաև ադրբեջանական մամուլը, չկան անպագորգոր վերնագրեր, հոդվածներ ու վերլուծականներ։ Բացառությամբ կալիբր լրատվականի սյունակագիր Ակբեր Հասանովի մի հոդվածի, այն էլ միայն հայերեն, ռուսերեն ու անգլերեն։
Այսօր ամերիկյան կոնգրեսը ապրում է վերջին տարիների ամենալարված ժամանակահատվածներից մեկը։ Ավելի տրամաբանական կլիներ կենտրոնանալ ներքին հարցերի վրա։ Փոխարենը որոշ կոնգրեսականներ նախընտրում են քաղաքական կապիտալը վատնել, բացահայտ սադրիչ հակաադրբեջանական փաստաթղթեր ընդունելու վրա, որոնք ոչ մի կապ չունեն ոչ ամերիկյան շահերի, ոչ էլ Կովկասում իրական խաղաղության հետ։ Սա ավելին է, քան հանցագործությունը։ Միացյալ Նահանգներում հոկտեմբերի 1-ից շատդաուն է, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը բյուջեն չի հաստատվել։ Կառավարությունը մասնակից դադարեցրել է աշխատանքը։ Խաղաղության ակտի հեղինակները հուսով են առաջիկա շաբաթում հարցը կկարգավորվի եւ փաստաթուղթը կմտնի կոնգրես, հետո սենատ ու կվավերացվի։ Վոլոդիա Մուշեղյան, Ռաֆիկ Սողոմոնյան եւ Դավիթ Դանելյան, Կիրակնորյա լուրեր։